ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։ Կարծում եմ չկա մի հայ, որ անմիջապես չկռահի այս տողերի հեղինակին։ Պարույր Սևակ, բոլորի սիրելի, անչափ սիրելի Պարույր Սևակի մասին ենք այսօր զրուցելու մեր տաղավարում։ Հունվարի 24-ին նշվեց Պարույր Սևակի ծննդյան 102-րդ տարեդարձը։ Նրա ծննդյան օրերի տուն-թանգարանում միջոցառումների, արկա նորությունների, նրա թողած ժառանգության, տպագրվող կամ վերատպագրվող գրքերի, պոեզիայի հանդեպ հետաքրքրության, ինչպես նաև ընտանեկան պատմությունների մասին ենք խոսելու մեր հյուրի հետ։ Այսօրվա մեր հյուրն է նաև մեզ համար պատիվ է նրա ժառանգի հետ հանդիպելը, Պարույր Սևակ տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ, վարպետի թոռ Սևակ Ղազարյան։ Բարի լույս, բարի օր։ Տոնական եթերում կրկնակի տոն է այսօր մեզ, երկտոն է։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք, շնորհակալ եմ հրավերի համար։ Եկեք խոսենք ծննդյան օրվանից 102-րդ տարեդարձից, ինչպես է անցել միջոցառումը, ինչ տոնական ծրագիր է եղել։ Միջոցառումը, ինչպես միշտ նշեցինք Սևակի թանգարանում, Սևակի հայրենի գյուղում, այս տարի իհարկե եղանակային պայմանները բավական խիստ էին, գյուղում լավ ձյուն եկավ մի քանի օր շարունակ, այո, եւ շատ ավելի ցուրտ է, քան այստեղ, 5-6 աստիճան ավելի ցուրտ է։ Բայց սևակասերներին դա չկանգնեցրեց, մեր թանգարանը լեփլեցուն էր այցելուներով, սովորաբար ունենում ենք մի քանի կոմպոնենտով միջոցառում, երաժշտական, ասմունքային, այս տարի էլ այդպես եղավ, էլեգիա համույթին էին կանչել, նրանք ելույթ ունեցան, կոմիտաս, հայ դասականներ նվագեցին, Արսեն Ղազարյանը Սևակից նյութեր կարդաց եւ մի շատ կարեւոր նորություն ունեցանք, Պարույր Սևակին վիդեո ձայնագրություն գրեթե չեն կատարել, այն հայտնի կադրերը երևի տեսած կլինեք, որ ինքը ծխում է, քայլում է իր տան բնակարանում, թեևս բացի դրանից ուրիշ կադրեր ցավոք չունենք, լուսանկարներ բավական շատ ունենք, բարեբախտաբար մոտ 1000 նմուշ է լուսանկարային ֆոնդը, բայց վերջերս բոլորովին պատահաբար հայտնաբերվեց մի տեսանյութ, Որտեղից, այսքան տարի անց։ Հանրային արխիվից, մեզ լրիվ ուրիշ առիթով իրենք թվայնացնում են իրենց արխիվը եւ նյութեր, որոնք կապ ունեն Ղազախստանի հետ, այդտեղ հայտնաբերվեց Պարույր Սևակի մի տեսանյութը, ինչու, որովհետև 67 թվականին Հայաստանի գրողների միության մի պատվիրակություն մեկնում է Ղազախստան, դեն ժամանակ սովետական միություն, միևնույն երկիր, այնտեղ ղազախ դասական գրող Անանբաևի Հոբելյանը նշելու համար։ Եվ լուսանկարներ մենք ունեինք այդ իրադարձությունից, բայց պատահաբար պարզվեց, որ տեղում ինչ-որ տեսանյութ են նկարել տեղի հեռուստաընկերության համար, Սևակ այս տեսանյութում խոսում է ռուսերեն։ Ներկայացնում է իր վերջերս վերահրատարակված Անլռի զանգատուն պոեմը, 66-ին վերահրատարակվել էր Գրիգոր Խանջյանի նկարազարդումներով, շատ գեղեցիկ, եւ պատմում է, որ գիրքը արժանացել է մրցանակի, թե նկարազարդումների համար, թե բովանդակության համար, ցավոք երկար չէ, մի րոպե է, բայց դա էլ է մեծ բան, որտեղ մինչև հիմա երևի մի 40-50 վայրկյաններ, որ բոլորը տեսել եք, այնպես որ մենք լիահույս ենք, որ ժամանակի ընթացքում գուցե էլի ինչ-որ այդպիսի տեսանյութեր հայտնվեն, սա մեծ նորություններ մեզ համար, բոլոր սևակասերների համար։ Սեղանին տեսնում ենք այս հաստափոր գիրքը, թերևս ամենահաստը, որ տպվել է, ու պոեմներ, կարծեք թե բոլոր պոեմները ներառված են։ Այո, սա ունիկալ գիրք է, ժամանակին ես ու Լուսահոգի հայրս ենք կազմել, Արմեն Ղազարյանը, այստեղ ամփոփված են Պարույր Սևակի բոլոր պոեմները մի գրքում, այդ թվում եւ անտիպ եւ անավարտ պոեմները, իհարկե նաև բոլորիս հայտնի Անլռի զանգակատունը, երգերկոցը եւ այլն, այս գիրքը ժամանակին Սևակի 90-ամյակի արդիվ էր հրատարակվել, բայց երկար տարիներ, քանի որ ինքը հաստ գիրք է, մի քիչ թանկ է տպագրությունը եւ այլն, հնարավոր չէ լինում, բայց նախորդ տարեվերջին հենց սա դեկտեմբերի վերջին ենք հրատարակել, վերահրատարակել, նորից հասանելի է գրախանութներում, այնպես որ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել գիրքը ձեռք բերեն,
այժմ կարող են իրական ժամանակներ։ Այո։ Իսկ այլ տպագրվող կամ վերատպագրվող գրքեր սպասում են 2026-ին։ Անշուշտ, մենք մեծ նախագիծ ունենք, որ ցավոք դեռ չենք կարողացել սկիզբ տալ, բայց ակնկալում եմ այս տարի Պաուլ Սևակի նոր հատորների հրատարակություն, երևի էլի գիտեք, 6 հատորյակն է ամենահայտնին, բայց դա արդեն մոտ 50 տարեկան է այդ հրատարակությունը, հիմա մենք ծրագրում ենք 12 հատոր ու հուսով եմ այս տարի հնարավորություն կունենանք դրա սկիզբը տալու, բացի դրանից Սևակի մատենագիտությունն ենք հրատարակելու Հայաստանի ազգային գրադարանի հետ միասին, սա շատ կարևոր գործ է սևակագիտության եւ գիտնականների համար, որտեղ այդտեղ ամփոփվելու են Պաուլ Սևակի հետ կապված բոլոր նյութերը, իր գործերը, իր մասին գործերը, իր թարգմանությունները, իրեն թարգմանածները, իր մասին հոդվածները, իր հոդվածները, մի խոսքով ամեն ինչ, ինչ որ նաև վաղվա ապագա սևակագետը կցանկանա տեսնել, կարող է այդ գրքից օգտվել, այնտեղ աղբյուրներն են նշված, որ ամսագրում կամ որ թերթում ինչ է լույս տեսել, երբ սա շատ մեծ կարևոր գիրք է, ազգային գրադարանում մի մեծ թիմ է աշխատում, ինչի համար շատ շնորհակալ ենք եւ գիրքը արդեն սրբագրման փուլում է, երևի 1-2 ամսից արդեն պատրաստ կլինի եւ կտպագրենք։ Ես պատկերացնում եմ ինչպեսի հպարտություն եք զգում, որ հենց դուք եք նրա թոռը, անգամ նրա անունը տալով այսպես մի տեսակ լցվում ենք, մենք ուր մնաց լինել նրա թոռը։ Օրինակ ինչ են ասում, այսպես էլի, ասենք անձնականին դերևս եթե կարելի։ Օրինակ ինչ են ասում, այն նման եք ձեր պապիկին։ Ասում են արտակնապես են ասում երբեմն այդպես ստացվեց, որ ես Սևակը ես միշտ նշում եմ, Սևակը 7 թոռ ունի, բայց միայն ես եմ, որ գրականության, գրականագիտության գծով եմ շարունակել։ Մեր ընտանիքներում այդպիսի հատուկ պարտադրանք չի եղել, որ ինչ է Սևակի թոռն է, գտի անպայման գրականության գծով գնաք եւ այլն։ Ուղղակի ես 6-7-րդ դասարանից սկսեցի շատ կարդալ, անհագ կարդալ, անընդհատ կարդալ եւ սիրահարվեցի գրականության ընդհանրապես։ Իհարկե պոեզիա եմ սիրում, բայց ես շատ ավելի արձակի սիրահար եմ, մեծ վեպեր եմ սիրում ու այդպես արդեն դպրոցն ավարտելիս հասկացա, որ կյանքս ուզում եմ կապեմ գրականության հետ, այստեղից դիմեցի հայ բանասիրական ֆակուլտետ եւ այդպես շարունակվեց։ Իհարկե մեծ հպարտություն է, բայց նաեւ մեծ պատասխանատվություն, մանավանդ որ տարիների հետ պատասխանատվությունը գնալով աճում է, սկսեցի զբաղվել Սևակի արխիվով, հետո թանգարանով, այսինքն պատասխանատվության շերտերը տարի ավելացնում էին։ Միայն ավելանում են, այո։ Քանի որ խոսեցիք թանգարանից, եկեք խոսենք թանգարանի այսպես գործունեության մասին։ Ինչպիսի են եղել 25-ը, որովհետեւ նորություններ թանգարանում լինելու են այս տարի այցելուների մասով։ 25 թվականը բավական լավ անցավ, մենք ամեն տարի վերջի 7-8 տարիներին գրանցում ենք այցելուների աճ։ Տարեց տարի մեր այցելուները ավելանում են, ճիշտ է, մարզային թանգարան ենք, բայց բարեբախտաբար մեզ մոտ շատ հաճախ են գալիս, հատկապես եղանակային այդ լավ շրջանում, գարնան վերջից մինչև խորաշուն։ Թանգարանը ճիշտ է, մենք փոքր անձնակազմ ենք, 6-7 հոգի ենք ընդամենը, բայց շատ ճկուն ենք եւ շատ մեծ տարածք ենք, այսպես ասած, սպասարկում, որովհետեւ թանգարանը ներառում է ոչ միայն Պաուլ Սևակի հենց թանգարանի հիմնական շինությունը, այլև ամբողջ այգին, որ 1 հեկտար է։ Ես եղել եմ։ Այո, եւ Պաուլ Սևակի հայրական տունը, որը առանձին կառույց է, գյուղամեջում է գտնվում, բայց փորձում ենք այդ ամբողջը իրականացնել։ Նախորդ տարի շատ կարևոր բան եղավ, յուղի տոնը նշեցինք Պաուլ Սևակի հայրական տանը, սա ցանկանում ենք ավանդույթ դարձնել, փառատոն եւ ամեն տարի, ինչպես օրինակ մեր հարևան Արենիում են, օրինակ գինու փառատոնն են, մենք էլ այդպես ցանկանում ենք Զանգակատուն գյուղի տոնը նշել, հենց այդպես էլ անվանեցինք Զանգակատոն միջոցառումը։ Ամեն տարի սեպտեմբերի վերջին, երբ բերքը հասնում է, այսպես բերքի եւ վերածննդի ինչ որ խորհրդանիշն է եւ այդպես փորձելու ենք սա դարձնել փառատոն, այնպես որ ամբողջ Հայաստանից մեծ թվով այցելուներ ունենանք յուրաքանչյուր տարի եւ նշենք ոչ թե թանգարանում, այլ հայրական տանը։ Անդրադառնանք գրողի 2 ծննդյան այսպես տարանջատումների։ Այո, պայմանավորված։ Սա հետաքրքիր պատմություն է։ Սևակը իրականում ծնվել է հունվարի 24-ին 1924 թվականի, բայց ծնունդը գրանցել են 26-ին, 2 օր անց։
Այդ ժամանակներում ինչ անհագ ցանկություն է եղել այլ օր։ Չգիտեմ ինչի սեզոնին ծնվեց, անգամ օրը չեն հիշել։ Չէ, այդ դեպքում այդ պահին սովետական միության համար մի խոշոր իրադարձություն է տեղի ունեցել, 3 օր առաջ դրանից մեռնում է Լենինը։ Եվ իմ ծննդյան օրը 21-ի հունվարի, այո։ Եվ ըստ ամենայնի գյուղում մտածում են, որ պետք չի սուկ օրը օրվան գրանցել։ Ես երկար ժամանակ այդպես էի լսել, որ երկրում երրորդյա սուկ է եղել, քանի որ 24-ի երրորդ օրն է, դրա չեն գրանցել։ 3 օրով սահմանափակվել։ Բայց երբ որ մեծացա եւ սկսեցի արխիվները ուսումնասիրել, բարձրացի որ 7 օր է եղել սուկը իրականում։ Լավ էլ 7 օր է եղել։ Ոչ թե 3, բայց դերույթին գյուղում այդ մանրամասների մասին չեն մտածել, ուղղակի մտածել են երևի թող 3 օր անցնի նոր գրանցենք։ Իրենց միջև հասել է գյուղ 3 օր են անցել։ Այո, հունվարին ենք ավարտել այս ակցիան։ Ու այդպես է ստացվել, որ Սևակը իհարկե իմացել է, որ իր ծննդյան օրը 24-ին է, բայց օրինակ հայրս պատմում էր, որ տենց ավանդույթի ուժի համաձայն ինքը միշտ 26-ին էր նշում, որտեղ երևի որ փոքր է եղել այդ տարիքում են նշել։ Ու այսպես այդ երկակիությունը իր ծննդի առաջացել է։ Ես միշտ ասում եմ, որ դա միայն լավ է, ինչքան շատ առիթ տոները շատ լինեն Սևակին տոնելու, այնքան լավ։ Առհասարակ մարդը կենթանի եւ կա, քանի դեռ խոսում են, հիշում են նրա մասին, նրա աշխատանքները այսպես մեզ մոտ են, միշտ յուրաքանչյուր ժամանակի համար Սևակը մեկ այլ այսպես նիշ է բոլորի համար եւ բոլորի կյանքում։ Դուք ունեք որևէ սիրած այո աշխատանք, որ չէ, մի գործ միշտ դժվարանում եմ առանձնացնել, որովհետեւ այնքան շատ են սիրելի գործերը, բայց մի գիրք եմ կարող առանձնացնել, դա Եղեցի լույս գիրքն է անշուշտ, Սևակի վերջին գիրքը, որը իմ խորին համոզմամբ իր պոեզիայում նոր շրջափուլ էր, ավելի բարձր, հա, ավելի խորիմաստ եւ գեղեցիկ ձևավորված պոեզիա էր, քան մինչ այդ էր, եւ իմ կարծիքով մինչ օրս մի քիչ թերագնահատված գիրք է դա, ինքը գուցե իմաստային առումով մի քիչ ավելի դժվար անցալելի է լայն շրջանակների համար ընթերցողների, բայց վստահ եմ, որ շատ ավելի խորիմաստ գիրք է, իզուր չէ, որ այդ գիրքը այդքան խնդիրներ հարուցեց ժամանակին, որտեղ ինքը շատ տողատակային շերտեր ունի, երբ որ այդ ամեն ինչը բացում ես, ճակատային չի ասելիքը։ Այո, բայց նաև շատ ծանրակշիռ է։ Այնպես որ կոչ եմ անում հատկապես Եղեցի լույս գիրքը կարդալ, բայց նաև էդ էլ եմ միշտ ասում մեր մեծերին, բոլոր մեր մեծերին պիտի հիշենք ոչ թե տոնից տոն, առիթից առիթ, միջոցառումից միջոցառում, այլ մշտապես նրանք դինեն մեր կյանքի ուղեկիցները, որտեղ նրանք անցել են այնպիսի բաների միջով, որ թողել են այն ժառանգությունը, որ մեզ օգնեն, այսօր բազմաթիվ խնդիրներ ունենք, ու ես համոզված եմ, որ այդ խնդիրների մեծ մասը, եթե ոչ բոլորի լուծումը մեր մեծերը իրական տվել են։ Ուղղակի պիտի ականջալուր լինենք իրենց պատգամներին եւ փորձենք իրենց պատգամներին համահունչ շարժվել։ Թանգարանի ավելի կրտսեր երիտասարդ այցելուների համար օրինակ տարիների ընթացքում ինչպիսի փոփոխություններ են լինում, որտեղ արդեն աուդիո տարբերակներ են լինում, ամեն դեպքում տեղափոխվում ենք այլ դարաշրջան։ Այո, երիտասարդ ծերունդը չի սիրում ստատիկ, sense անշարժ պատկերներ եւ մենք այս դեպքում կենտրոնանում ենք ժամանակակից տեխնոլոգիաների վրա, թանգարանում ունենք մի մեծ հպազգայուն touch էկրան, այսպես կոչված, որտեղ տարբեր նյութեր կան, աուդիո, վիդեո, Սևակի մասին տարբեր նյութեր, նաև վերջին 2-3 տարիներին մի հետաքրքիր նախագիծ ենք ձեռնարկել, թանգարանի մի պատը ամբողջովին Սարգիս Մուրադյանի որմնանկարն է, Սևակի տարբեր կյանքի շրջափուլերն են ներառում եւ Արլուպա ընկերության հետ եւ նաեւ մեր հովանավորների այդ պատի տարբեր դրվագները, այդ որմնանկարի կենթանացնում ենք։ Այսինքն, երբ որ դու հեռախոսը կամ պլանշետը պահում ես, այդ պահին այդ պատկերը կենթանանում է ու քանի որ ունենք նաև բարեբախտաբար Սևակի հենց ձայնով իր իսկ գործերը, Սևակ կարծես կարդում է իր իսկ գործերը եւ այդ պատկերն էլ կենթանանում է։ Արդեն 2 դրվագ արել ենք, հուսով եմ այս տարի կարողանանք, որտեղ մի 7-8 դրվագ կարելի է անել։ Ինչ հրաշալի։ Ընտանեկան պատմություններից եկեք խոսենք, քանի որ խոսեցիք ավանդույթ կա, հայրական տան մասին, որն է ձեր մանկության կամ ձեր ընտանիքի են ամենաջերմ տաք հուշը կամ պատմությունը։ Միշտ դրանք կապված են գյուղի հետ, այսինքն
ճիշտ է, ես եղբայրս մեր ընտանիք մենք որպես երեխաներ Երևանում ենք ծնվել, մեծացել, բայց գյուղ գնալը միշտ մի տեսակ տոներ, ուրախություններ, հետաքրքրություններ, որտեղ մեծ այգի, ազատություն եւ այլն, եւ ես հիշում եմ, որ փոքր էի, միշտ երազում էի, որ ինչ որ մի բան անեմ, որ կարողանամ այստեղ ապրել, այս գյուղում ապրել։ Իհարկե ժամանակ չէի պատկերացնում, որ թանգարանի տնօրեն եք լինելու։ Չէ, գյուղում նկատի ունեմ որպես գյուղացի չէի պատկերացնում, որ կարողանամ ապրել, բայց հա, կյանքը այո, այնպես դասավորվեց, որ եւ այստեղ լինելու հնարավորություն եւ այնտեղ։ Կյանքից կեսը ոնց որ Երևանում եմ անցկացնում, կեսը գյուղում եւ դա էլի ինձ համար շատ մեծ բան է, որտեղ կարծում եմ սեփական արմատներին կապված լինելը շատ կարևոր է եւ այն լեգենդի պես հա Աշակ երբ որ իր հողի վրա է կանգնում, ավելի ուժեղ եմ, ես էլ գյուղում ինձ մի տեսակ ավելի ուժեղ, ավելի լավ եմ զգում։ Ինչ էր, այսպես ասեցիք, կրկնապատկվեց ցանկությունս ինչ որ գյուղ գնալու, դες հողին կպած լինելու, հատկապես հիմա ինձ թվում է որ հեսա գարուն գա, հույս ունեմ շուտով տականալու է։ Հենց հողի բույրը ես զգում եմ, ես մի անգամից այսպես մեր Բերթաշենի գյուղի տունն եմ հիշում, մի անգամից։ Իսկ գյուղի մոտեցումները, այցելուներ, օրինակ Երևանից շատ են գալիս այցելուներ, որ մարզից են ավելի շատ։ Այո, երևի մեծ մասը Երևանից է, բայց պետք է ասեմ, որ վերջի 5-6 տարիներին մեր երկրի ներքին туриզմը բավական լավ զարգացել է եւ հիմա առաջ մարդիկ որ գալիս էին Թանգան, գալիս էին սեփական մեքենայով, իրենց ընտանիքով։ Հիմա ցանկացած մարդ կարող է այդ տուրագենստվաներ կան, հա, տարբեր, նրանց հետ կապել եւ ուղղակի ինչ որ տեղ պատվիրել այդ ավտոբուսում կամ մինի ավտոբուսում եւ ճամփորդել Հայաստանով։ Մեկ սա հրաշալի հնարավորություն է, որտեղ բավական մատչելի է եւ այսպես բազմաթիվ այցելուներ են ունենում նաեւ մարզերից։ Սովորաբար մեր տուրը, այսպես ասած, ընդգրկում է մեր մարզի, հա, մեր տարածքի խորվիրապը, հետո գալիս են մեր թանգարան, հետո Նորավանք, հետո Ջերմուկ, այնտեղից եթե ժամանակ ունեն, նաև գնում են դեպի Սիսիան։ Այս առումով շատ լավ է։ Մենք հիմնականում հենց ներքին, հա, հայաստանյան քաղաքացիների ենք ընդունում, օտարերկրացիները քիչ են գալիս, որովհետև հուշային թանգարաններում, հա, գրողների դեպքում մանավանդ, քանի որ այնքան լավ ծանոթ չեն, այնքան լավ կարդացած չեն, մի քիչ դժվար է։ Օրինակ նկարիչների դեպքում հեշտ է գնում են նկարներն են նայում, ինչ որ բան էլի ընկալում։ Բայց գրողին պիտի, հա, կարդացած լինեն, որ ծանոթ։ Եթե անդրադառնանք անտիպ ժառանգությանը, օրինակ ինչպիսի կան, շատ են նրանք, պատրաստվում եք տպագրել կամ վերատպագրել ոմանք։ Շատ չեն, բայց մի մասը դե իհարկե արդեն տպագրել ենք այս տարիների ընթացքում, մասնավորապես Սևակի վեպը երևի շատ մեծ իրադարձություն էր, Ամանեջ վեպը տպագրեցինք, որոշ բանաստեղծություններ կան, ոչ շատ մեծ քանակի, շատ են նամակները, անշուշտ երևի մոտ 2 հատոր կլինի, թե Սևակի գրած, թե իրեն գրված եւ իհարկե հոդվածներ էլի։ Այսինքն այնքան է, որ նախորդ այդ 6 հատորյակը կդառնա 12 հատոր, այսինքն գրեթե կկրկնապատկվի, սա կարծում եմ բավական լավ ցուցանիշ է։ Ձեզ հաջողություն, շնորհակալ ենք, որ եկաք, այսպես լցրեցիք մեր տաղավարը պոեզիայով եւ սևակյան շունչով, եթե կարելի է այդպես ասել։ Վստահ ենք, որ երիցս առիթներ կունենանք դեռ ձեզ հետ հանդիպելու։ Ձեզ շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Մեր հեռուստադիտողներին ցանկանում ենք հաճելի տոնական օր։ Լավ եղեք։